Համեմատելի չեն։ Դավիթ Ղազինյան։ Տիկին Մանուկյան, պատասխանելուց ես հասկանում եմ, որ ձեր հոգեբանական տարբեր մասնագետներով եւ ոչ մասնագետներով, բայց նաեւ պրակտիկ արդեն փորձ ունեցող, ինչու ոչ նաեւ հոգեբանական տերոր է իրականացում, բայց շատ լավ ընթանում, դուք պետք է ընդամենը ասեք, երբ որ կառավարության ղեկավարն ասում է 10,000 բարձրացնենք ծախսելու ձևը չգիտեն, եւ պետք է ասեք, որ փող չկար, պետք է ասեք, որ թոշակը բարձրացնելուց հետո որ միջև նախընտրական արշավը որոշում են գնան մարզեր պտտվելու ու ամեն անգամ ասում են թոշակը բարձրացել է, լավ ես, լառնակա գնացիր եկար, թե հələ չես գնացել, այս պետք է ասեք։ Եվ երկրորդը, եթե լիներ նորմալ իրավական պետություն, հարգելի գործընկերներ, միանշանակ դրա մասով լինելու էր իրավական, հանցակազմ պարունակող քրեիրավական արձագանք։ Միանշանակ, ես համոզված եմ, որ ինչ-որ մի օր դա լինելու է, բայց ավելի շատ դրա մասին չէի ուզում խոսել, ինչ վերաբերում է պատավատապետությանը, ես պարոն Աղաջանյան ուղիղ ասեցի, որ այո, կրճատում արել եք, խնդրում եմ, հորդորում եմ ուշադիր լինել իմ խոսքին եւ հիշել 15 թվականի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի 30-ից 35 ծառայական մեքենա հատուկ պահպանության ենթակա անձած համար։ Եվ զանգել էր, թե գրել էր Դանիայի խորհրդարան, այնտեղից անունազգանունել էր տվել, չեմ հիշում, պատասխանել էին մի մեքենա, անգամ այդպես դրամատիկ ներկայացնում էր այս ամբիոնից, որ ասում եմ ձեռ ես առնում, հələ լավ հիշի, այդ Դանիայի պաշտոնյային, եթե կարիք լինի, տեսանյութը կտամ։ Այնպես որ դուք ձեր հարցերը ձեր ղեկավարին տվեք, թե ինչու է այդպիսի հայտարարություններ ավել, ու այսօր ինչքան երևի թե մենակ իր, այսպես ասած, ավտոշարասյունն է այդքան մեքենաներից բաղկացած։ Տիկին Մանուկյան, ինձ այլ հարց է ձեր հետ կապված։ Դուք ինչպես եք վերաբերվում բյուջեի ծախսման այդ քողարկված տողերին, որոնք չեն հրապարակվում։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ղազինյան, նույնիսկ պիտի ասեմ, որ տարիներով ոլորտում աշխատած, ֆինանսական ոլորտում աշխատած մարդ, բյուջե սարքած մարդ մի քիչ լավ չեմ պատկերացնում այդ գաղտնի տողերը։ Հուսանք, երբ որ կսկսենք հանձնաժողովում աշխատել եւ ինչ որ լույս կսփռվի այդ գաղտնի տողերի վրա, գուցե կհասկանանք ինչի են գաղտնի եւ ինչքանով են արդարացված։ Արձագանք։ Տիկին Մանուկյան, ես ձեզ ճանաչում եմ ու ես երբեք չեմ սիրում խոսքեր շռայլել, ինչպես տեսնում եք մեր տեխնացուն կին է եւ մենք բոլորը շատ մեծարում ենք եւ հարգում ենք կանանց, ձեր տպավորությունը սխալ է իմ մասին։ Ես համոզված եմ, որ դուք ձեր համառությամբ եւ մի շատ կարեւոր հանգամանք կա, գիտեք, անդադ ինչ որ տենց կծելով, կպրելով ձեր իշխանությունը, չգիտեմ, մարդ, որը երբևէ որևէ կապ չի ունեցել, այդ մարդուն ճիշտ չի իմ կարծիքով, որովհետեւ ես չեմ կարող օրինակ ԿՊԱ-ականներից ինչ որ մեկին, որը որևէ ձևով որևէ կապ չի ունեցել ինչ որ իշխանության հետ, ուղղակի կանգնեմ ասեմ, այս իշխանության հետ կապ ունես։ Ձեր համառությունը, ես նկատել եմ դա, նաև ձեր տարբեր բիզնեսներում ներդրում է այդ բիզնեսների հաջողության մեջ, ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ձեր ընտրվելու պարագայում կլինի շատ ավելի շահեկան վիճակում, բայց համել ձեր տեղը չեմ կարող ասեմ, չեմ խնդրում, որ չընտրեք։ Շնորհակալ եմ, պարոն Ղազինյան։ Աղվան Վարդանյան։ Շնորհակալ եմ։ Տիկին Մանուկյան, ձեր ելույթից հետո նախագահությունում արձագանքեցին, վատ ելույթ չէր։ Կարծեմ սխալվում են, փայլուն հրաշալի ելույթ էր։ Բայց իմ հարցը ավելի վերաբերելու է ձեր ելույթի սկզբի մասին, երբ որ խոսում էիք պարոն Հայկ Ֆարմանյանի արժանինքների մասին։ Տիկին Հովսեփյան, դուք ծնունդով Վայքից եք։ Մանուկյան։ Մանուկյան, ներեցեք։ Ծնունդով Վայքից եք։ Քրեական ենթամշակույթով ասած նախկին Ազիզբեկովի շրջանից։ Ամենայն հավանականությամբ խոր արմատներով խոյեցի եք, ինչպես ես, եւ վստահ եմ, որ եւ ձեր խելքը եւ ձեր կազմակերպական ունակությունները ընտրվելու պարագայում կարդարացնեք այդ աշխատանքում։ Բայց տեսեք ինչ է կատարվում։ Ըստ սահմանադրության, ըստ կանոնակարգ օրենքի
հանձնաժողովների նախագահներ առաջադրում են խմբակցությունները եւ ենթադրում եմ շատ բնական է, որ ուժեղ Հայաստան խմբակցությունը իր առաջին երրորդի ընտրությունը պարոն Ղազինյանի, պարոն Ֆարմանյանի, տիկին Հովսեփյանի նախընտրաբար ընտրել է այն մարդկանց, որոնք եւ ավելի պրոֆեսիոնալ են համեմատության մեջ եւ ավելի լավ կարող են անել այս պետական գործը։ Կրկնում եմ, վստահ եմ, որ դուք գուցե ավելի լավ կաշխատեք կամ պարոն Ֆարմանյանը։ Բայց ինչ է անում քաղաքացիական պայմանագիրը, այս ծայրահեղ կուսակցությունը, որը ոչ միայն իբրև հավաքականություն կտանքների ենթակա է անընդհատ, այլև ասում է չէ, մեզ համար կարևորը պետական շահը չի, մեզ համար կարևոր չի, որ այդ հանձնաժողովի նախագահը լավագույնս կանի այդ աշխատանքը։ Մենք ունենք այլ մոտիվներ։ Ժամանակ, պարոն Վարդան։ Չախոյանի ժամանակը կես րոպե ավելացրեցիք, խնդրում եմ մի րոպե իմ ավելացրեք։ Պատասխանեք խնդրեմ։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Վարդանյան, այո, վայքեցի եմ, խոյեցի եմ, հպարտանում եմ իմ արմատներով, շատ մեծ հարգանքով եմ վերաբերում պարոն Ֆարմանյանին եւ արդեն մտահոգությունս հայտնել եմ նման պրոֆեսիոնալին այդ պաշտոնում չընտրելու հետ կապված, այսքան է երևի։ Արձագանք։ Շնորհակալ եմ, որ չավելացրեցիք իմ ժամանակը։ Ընտրեմ։ Արձագանք ունեք։ Տիկին Մանուկյան։ Սարգիս Խանդանյան։ Շնորհակալություն։ Տիկին Մանուկյան, մի քիչ առաջ տեղ սրտեցիք, որ դպրոցնում անկապարտեզը կրկեսի հետ համեմատեցին, բայց դուք էլ ձեր խոսքում Տաշիր ընկերությունների խումբը Հայաստանի Հանրապետության հետ համեմատեցիք։ Խնդրում եմ մի քիչ հետևողական լինենք, թե ինչի հետ ենք համեմատում, բայց ձեզ հարց չունեմ, ուղղակի խնդրում եմ ձեզ, քանի որ դուք եք ամբիոնի մոտ կանգնած, Տիկին Ղահրամանյանին փոխանցեք, որ դուք ճիշտ եք հասկացել պարոն Արայիկ Հարությունյանի ասածը եւ ինքն է սխալ հասկացել ու կարիք չկա սրբագրումներ անելու կամ արդարանալու, որովհետեւ իշխանությունը ժողովուրդն է, ու մենք այստեղ ժողովրդի ներկայացուցիչներն ենք, յուրաքանչյուրս մեր համամասնությամբ։ Մենք կառավարող ուժն ենք, դուք ընդդիմադիր ուժերն եք, եւ մենք ներկայացնում ենք ժողովրդին եւ դրա բերումով է, որ մենք ենք կառավարություն ձևավորում։ Ես ողջունում եմ, որ դուք ձեզ եւս համարում եք իշխանության մաս, շարունակեք այդպես համարել։ Շնորհակալ եմ։ Պարոն Խանդանյան, քանի որ դուք ինձ հարց ուղեցիք, ես կարող եմ ձեզ հարց ուղղել, երբ եմ ես Տաշիր ընկերությունների խումբը համեմատել պետության հետ։ Դա ես վարկանիշի մասին էր խոսքը։ Հարգելի գործընկերներ, Հարցը հնչել էր, որքանով եմ ես տեղյակ այդ վարկանիշային ընկերություններից, ես այդ համատեքստում ասացի, տեղյակ եմ եւ շարունակեցի, դա պետությունը ընկերության հետ համեմատել չի, վարկանիշի մասին էր խոսքը։ Արձագանք, հարգելի գործընկերներ, մի արձագանքեք տեղից, խնդրեմ պարոն Խանդանյան։ Տիկին Մանուկյան, ցիտում եմ ձեզ, դուք ասացիք, որ Ֆիչի գնահատականներով Տաշիր ընկերությունների խումբը ավելի բարձր վարկանիշ է ունեցել։ Ես նման բան չեմ ասել։ Հայաստանի Հանրապետությունը, կնայեք տեսագրությունը։ Մոտից կներեք։ Լավ, հարգելի գործընկերներ, եկեք այս քննարկումը նիստից հետո կանենք։ Հետ ստա չէ։ Պատասխան ունեք